Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հոկտեմբերի 31-ին Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների նկատմամբ հարուցված շինծ ու քրեական գործերով քննությունը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում գերիների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել կապված մեղադրանքների որոշ դրվագների վերանայման կամ առանձնացված առիթով քննության պահանջով, սակայն դատարանը դրանք մերժել է, համարելով անհիմն։ Հաջորդ դատական նիստը այսօր է։ Մեղադրող կողմը հանդես կգա ճառով։ Ադրբեջանը Արցախի քաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ։ Դեռ չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Դեռևս չի ավարտվել Արցախի նախկին պետնախարարի դատավարությունը, բայց այդ նիստերն էլ ընթանում են առանց լրատվամիջոցների, անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների ներկայության։ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կոնֆիդենցիալ հանդիպում էր խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հայտարարել կարճատև ընդմիջում, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր իր փաստաբանից հրաժարվելու մասին։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը փաստաբանից հրաժարվել է, քանի որ գոհ չէ դատավարության ընդհանուր ընթացքից։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս նշել է, որ առաջիկայում հայ գերիների վերադարձի հարցում լավ նորություններ կլինեն։ Միրզոյանի խոսքով 2 օր առաջ ադրբեջանական կողմի հետ քննարկել են այդ հարցը, արդյունքը եղել է թե ոչ չէր մանրամասնել։ Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունք կտան, դրական կպսակվեն առաջիկայում, հայտարարել էր նախարարը։ Եվ այս պահին զրուցելու եմ Նյունբերգ համալսարանի դասախոս միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, նախ անդրադառնանք Բաքվում ավարտված Արցախի ղեկավարների մյուս գերիների դատաքննություններից։ Մենք այս ամբողջ ընթացքում ձեզ հետ հնարավորություն ունեցել ենք զրուցելու եւ ընդհանրապես այդ շինծու դատական գործերին ենք անդրադարձել, որ իրականության հետ դրանք որևէ աղերս չունեն եւ առհասարակ չկան անկախ լրատվամիջոցներ, մասնագետներ, որոնք ներգրաված կլինեին ու անաչառ կլուսաբանեին։ Հիմա երբ այլևս ավարտին է հասցված այս ամենը, ինչ կարող ենք ակնկալել շինծու դատական գործեր, այսպես հաշվի առնելով հանցագործությունների, այսպես ծանր ընթացքը, նաև կարող ենք ասել, որ ուրեմն վճիռները առաջիկայում շատ մտահոգիչ կլինեն հրապարակվող։ Դժվար է իհարկե կանխատեսումներ անել, թե ինչպիսի վճիռ կլինի եւ ինչպիսի արդյունք կլինի բանի տեսանկյունից, բայց եթե փորձենք անալիզ անել, տեսեք 2023 թվականից անձիկ գտնվում են պատանդության մեջ, այսինքն 2 տարի անցել ամբողջ դատավարության համար։ Եթե մենք նայենք եւ համատենք այսպիսի դատավարությունները այլ տեսակ դատավարություններից, սա բավականին նախ առաջի հերթին շատ ծանր բան է, գործ է, եւ այստեղ կան բազում քանակի դատավարական գործընթացներ, որոնք պետք է տեղ ունենան եւ տեղի չեն ունեցել, որովհետեւ շատ դեպքում պաշտպանական կողմի առարկությունները ընդհանրապես չեն բարբանարել, ընդունվել դատարանի կողմից։ Սա արդեն նշանակում է, որ դատավարությունը այս կարճ ժամանակահատվածի համար, որտեղ ինքը 2 տարին, այսպիսի մեծ դատավարության համար բավականին հապճեպ է։ Եվ դատավարության ավարտը սահմանել, այսինքն հիմնական դատավարության ավարտը սահմանել ընդամենը 1 տարի անց է, եթե դատավարությունը, եթե չեմ սխալվում, սկսել էին այս տարվա սկզբին եւ արդեն 11 ամիս է անցել, հա, կամ ավելի քիչ, 10 ամսվա ընթացքում այս դատավարությունը անել այս թվով մեղադրվողների դեմ, կարծում եմ, որ սա շատ հապճեպ դատավարություն է ընդհանուր առմամբ։ Ինչպիսի արդյունք սա կարող է տալ։ Իմ պատկերացմամբ մենք կարող ենք ունենալ 2 մոտեցում, մեկը այն է, որ իրանք դատապարտելու են ադրբեջանական կողմի, այսինքն իրենց միակ նպատակ իրենց դատապարտելն էր, եւ այստեղ կարելի է հաշվի առնել այս 2 կողմը, կամ
իրենք դատապարտվելու են եւ իրենց նկատմամբ ծանր պատիժ է սահմանվելու, կամ իրենք դատապարտվելու են եւ եթե արտգործնախարարության կողմից այդ ուղերձները թե անձինք միգուցե շուտով կարող ենք լավ լուրեր ունենալ, միգուցե իրենք դատապարտված վերադարձվեն Հայաստան։ Դա միգուցե Այո, խնդրեմ։ Պարոն Պետրոսյան, իմիջիայլոց նշվում է, որ նախարարի ասած, արտաքին գործերի նախարարի ասածը ոչ այնքան ռազմաքաղաքական ղեկավարությանն է Արցախի ուրեմն վերաբերում, այլ որքան հենց գերիների մասով, այսինքն եթե նույնիսկ առաջիկայում դրական նորություն լինի, դա չի վերաբերելու ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դե ուրեմն ավելի վատ, եթե այդպես է, որտեղ իմ պատկերացմամբ գերիների տակ հասկացում են ընդհանուր բոլորը, ովքեր որ ներկայությամբ գտնվում են բանի տակ, Ադրբեջանի դատական համակարգի տակ, ես իրենց միշտ որևէ տարանջատում չի տեսնի, որտեղ իրենք շարունակում իրանք են ռազմաքաղաքական ներկայացումը նույնպես գերիներ են ներկայությամբ Եվ նպատակը որպես այդպեսին ադրբեջանական կողմի այն է, որպեսզի սահմանեն Հայաստանի Հանրապետության մեղավորությունը այս ամբողջ process-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում եւ այն խաղաղությունը, որը որպես այդպեսին հիմա մենք գտնվում ենք, դրանով պարզապես իրենք ունենան հերթական քաղաքական ճնշման ինստրումենտը, որ Հայաստանը մեղավոր է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ եւ կարծում եմ սա ուղղված չէ որ այդքան մեղադրյալների դեմ, որքան որ Հայաստանի Հանրապետության դեմ է դա ուղղված։ Մի հանգամանք է կուզենայի հաշվի առնել, դատավարության ավարտից հետո բնական է մեղադրյալները կարծում են, որ շարունակեն դատական process-ները, այսինքն կա դեռ վերաքննիչ, կա դեռ վճռապետ որոշ բաներ, ինստանցիաներ, եւ որից հետո մեկ հատ այս դատավարությունները շարունակվելու են եւ նաեւ մի դում ես դրանում որովհետեւ կասկած չունեմ, որ անձինք բողոք չներկայացնեն մի հետ եւ միայն դրանից հետո արդեն բարձ կլինի թե արտադատականության իրավունքը որպես այդպեսին այս դատավարությունների մեջ խախտվել է թե չէ իրավաբանորեն համենայն դեպս իմ պատկերացմամբ այն ինչ որ մենք տեսնում ենք դա ամբողջությամբ շինծու դատավարություն է բայց հարկավոր է որպեսզի այդ անձինք իրենց անհատական պայքարը շարունակեն միդում եւ սահմանեն Ադրբեջանի պատասխանատվությունը այս դատավարությունների ընթացքում Պարոն Պետրոսյան, տեսեք, հետաքրքիր է օրինակ տեսակետ կա, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը բավարար ու պատշաճ ուշադրություն չի սևեռում այս գործերի նկատմամբ ավարտից հետո հնարավոր է այս մոտեցման փոփոխություն, թե ոչ, բացի այն, որ այսպես մտահոգություն են հայտնում, ցավ են հայտնում, ցավ են ապրում եւ այլն, կոնկրետ գործողություններ այս առումով չկան, դուք նկատում եք այստեղ թերացում, թե ոչ, միջազգային հարթակի կողմից։ Միջազգային հանրությունը թերացած շատ շուտվանից ինքը շարունակում է թերանալ, հաշվի առնելով այն բոլոր կոնֆլիկտները, որին մենք ականատես ենք լինում, ու այն շրջադարձը, որ տեղի ունենում ընդհանրապես միջազգային հարաբերություններում, դրանք ցավոք սրտի լավ հույսեր չեն ներշնչում ապագայի վերաբերյալ եւ ընդհանրապես մարդու իրավունքների տեսանկյունից չէ, չեմ կարծում որ դատավարությունից հետո եւ մեղադրական դատավճիռ ներկայացնելուց հետո որովհետեւ փոփոխություն այստեղ լինի, դրանք միջազգային հանրությունը սա դիտարկում է Ադրբեջանի ներքին հարցը եւ որևիցե պետություն իրավունք չունի մտնելու որպես այդպեսին այլ պետության ներքին գործերի մեջ եւ դրանով ինչ-որ ազդեցություն սահմանի, այո, որ կարող է սահմանեն, որ որոշ իրավունքներ ոտնահարվել են դեպի, բայց այստեղ հիմնակարային այն է, որպեսզի մենք մի էլի դատավճիռ ստանանք, որտեղ որ սահմանվի Ադրբեջանի պետական պատասխանատվությունը այս դատավարությունն անցկացնելիս։ Ընդհանուր դատավարության վերաբերյալ որևիցե բան դժվարանում եմ ասել, որ մի էլի կարողանա այդտեղ սահմանել, բայց դատավարական process-ի վերաբերյալ խախտումները ակնհայտորեն ինձ թվում է կարող են արձանագրվել։ Միակ ճանապարհը միջազգային հանրությանը այս խնդրի մեջ ներքաշելու ես այդ ինստրումենտն տեսնում եւ սա ցավոք սրտի նույնպես բավական երկար process է, որը տևելու է հերթական 10 տարի։
Պարոն Պետրոսյան, եթե ամփոփենք առավել հավանական եք դիտարկում միջազգային հարթակներում վիճարկումը եւ ոչ Հայաստան վերադարձը, թե դուք ավելի հավանական եք համարում Հայաստանում, այսպես Հայաստան վերադարձը ռազմաքաղաքական ղեկավարության, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, եթե ամփոփենք։ Ոչ Հայաստան վերադարձը, այսինքն գերիների վերադարձը Հայաստան։ Գերիների, նաև ռազմաքաղաքական ղեկավարության, այո։ Դե ըստ իս պետք է իրանք վերադառնան Հայաստան, դա Հայաստանի իշխանությունների գործն է, բանակցությունների միջոցով, քաղաքական բաներով համաձայնության գալ, որ այդ դատավարություններն ավարտվեն, եթե մենք նաև այն կետին ենք հասել, որտեղ որ պետք է միջազգային արտադրության դատարանից դատավճիռները վերցնենք, հա, այսպես խաղաղությունը եւ բոլոր այդ բաները, գործընթացները դատավարական վերցնում են, ապա Ադրբեջանը նույնպես պարտավոր է իր սկզբանե այդ դատավարությունները հետ վերցնել եւ որևիցե գործողություններ չիրականացնել, որովհետեւ մենք այսպես ասած խաղաղության մեջ ենք, իրար ձեռք ենք սեղմել, ինչպես Տրամփն է դա պարբերաբար նշում։ Այսինքն գերիների վերադարձը որպես այդպեսին պետք է լինի Հայաստան եւ այդտեղ ռազմաքաղաքական ներկայացությունների եւ զինվորականների միջեւ որովհետեւ տարանջատում այստեղ ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կապ ենք հաստատել Գերմանիա, Նյուրնբերգ, զրուցում էինք Նյուրնբերգ համալսարանի դասախոս միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։